10-րդ գալահամերգ եւ վերջին ջազ կատարումը մենք այժմ պետք է լսենք, նրանց կներկայացնի Իգոր Գլոմովը։ 100% համոզված եմ, որ այսօր ոչ վերջին անգամ բեմ է դուս գալի Գիգաբիտ։ Ահա եւ 9 գալահամերգ, ահա եւ մենք ստեղ ենք հələ որ արդեն ֆինալիստների եռյակում շատ հաճելի է, հետ նայելով շատ լավ պահեր ենք հիշում ամենաշատը, որովհետեւ բացի լավից ոչինչ վատ չի եղել։ Մեր գալահամերգների ձայնագրությունները նայում եմ, վերհիշում եմ ու զգում եմ փոփոխությունը մեր մեջ, մեր աշխատանքի ու դա շատ լավ է, որովհետև եթե մենք չմասնակցեինք այս պրոյեկտին, գուցե ավելի երկար կտևեր մեր քայլ առաջ դնելը, հենց ասեմ, որովհետև ինքնուրույն երբ որ աշխատում ես, ավելի շատ է պետք ժամանակ, այո, իսկ երբ որ աշխատում ես պրոֆեսիոնալ մարդկանց հետ եւ այն մարդկանց հետ, որ այս ոլորտում մեծ հաջողությունների են հասել, իրանց խորհուրդների եւ դիտողությունների շնորհիվ մենք հիմա հասել ենք այն մակարդակի, որ երևի թե առաջի գալահամերգի հետ համեմատել արդեն չի կարելի։ Gigabit. Israel was in Egypt land, let my people go. He made all pharaohs understand, let my people go. Oh, the Lord said, go down. Moses went down Egypt land, tell all pharaohs, let my people go. Spoke the Lord, but Moses said, let my people go. He made old pharaohs understand, but let my people go. Cause the Lord said, go down. Moses, way down Egypt land, tell old Pharaoh, let my people go.
Ladies and gentlemen, Miss Louis Armstrong. Israel was in Egypt, my favorite girl. Press so hot they could not stand. Let my favorite girl on the upset down. Moses, way down on Egypt land. Hello, Pharaohs. My favorite Գիգաբիտ, շնորհակալություն կլարնետ Միկա Բաբայան։ Եվ այսպես լսենք կարծիքներ Գիսան Էպալյան։ Շատ զվարճալի համար էր և փոքր ինսցենիրովկա էր, հա, ինչ-որ տենց մի բան էր, միայն մի բանի հետ համաձայն չեմ, արդեն գիտեք ինչի հետ համաձայն չեմ, երաժիշտներին, որ ասում են տապյորը նի տրոգեց, տվյալ դեպքում դու տապյոր չէիր, դու լուրջ նվագող էիր, իրավունք չունեն այդպիսի երաժիշտներին, այսպիսի վերջավորություն ունենան։ Սկզբում մի փոքր զարմացա, որ Արմստրոնգի երգերից երգելու, Բագրատ երգելու ես, և կարողանալով լավ նմանակել, չգիտես ինչի չես նմանակում, չհասկացա ինչի տենց եղավ, հետո արդեն հասկացա, ընկար արդեն նաև դա ցույց տվեցիր, որ դա գիտեինք չնայած, որ կարող ես, շատ պոզիտիվ համար է և տղաները իրենցով ենքան դրական և պոզիտիվ են բացի բեմում լինելուց, նաև առօրյա շփման մեջ, միգուցե դա էլ ավելացնում է իմ սուբյեկտիվ մոտեցումը ձեզ, որովհետև որպես մարդ ձեզ ճանաչելով և գնահատելով, դա էլ գումարվում է նրան ինչը որ դուք անում եք և ուղղակի պետք է չեմ կարող լավ բաներ չասել ձեր մասին, և որպես մարդ, և որպես բեմում, ապրեք։ Գարիկ, իմ համար պատմությունը սեն զարգացավ, ճիշտ ասած, երբ որ սկզբից սաքսոֆոնը ու դաշնամը սկսեցիք տվագել, ինձ թվաց ասա մեկը ասելու է վաճառվում է բնակարան, դրոբ, 8 բան, չգիտեմ, սան հանգույցը վերանորոգված բան, այն հետ չասեցիք տենց, հետո փոխվավ, հետո նենց եղավ, որ Բագրատը մեզ իրա պարոդիայով սպանեց, դուք եկաք Բագրատին սպանեցիք։ Սես խառնվավ ամեն ինչ իրար, բայց ընդհանուր տպավորությունը սեն էր, որ սեն զարգացավ, փոխվավ անսպասելի բաներ եղավ, մեկ որ սկսեցի երգել տենց Լուի Արմստրոնգի ձենով, ու դուք էլ, որ չերգեցիք ոչինչ բան, բայց երգողին վերջում չգիտեմ, նախանձեցիք, ինչ ասիք, սպանեցիք, եկեք հիմա սենց անենք, մյուս անգամ այդ ձենքը տվեք իմ մոտ, որտեվ ես իմացա ձևը Բագրատին լավ երգացնելու։ Պահում ես վեր լավ երգում է, կտակ այդ մոտս մյուս անգամ, ապրեք ամեն դեպքում։ Նայրա Գյուրջինյան։ Ես գիտեմ, որ Բագրատը սկսել է լավ երգել առանց զենքել, արդեն դա ինքը ապացուցեց և իսկապես համերգից համերգ աճում եք մի այլ ձևի, ուղղակի այդ վերջի պահը չգիտեմ, Դավիթ ջան, քեզանի չէի սպասում, այդ բան աներ Վազգենը, ինքը շատ տաքարյուն է, երևի ավելի սենց մոտիկ կլներ, բայց քեզանից բոլորովին չէի սպասում, այդ վերջի բամ վերջավորությունը շատ լավն էր, բայց Դավիթ, я тебе не могу одного простить, Միշել Լեգրանը, ինչի կանգնացրեցիր, ես Միշել Լեգրանը, что, դու չգիտեր, հա սկզբից ինչ է հնչում, հա, Միշել Լեգրանի երաժշտությունը, ես ուղղակի սենց իսկապես էլի սենց արդեն սենց երազմյակը, вот так, հոպ, ու եկար դու,
Չէ, իսկապես շատ պոզիտիվ համար էր, շատ լավ մտածված ամեն ինչ եւ իմ համար ամենակարևորը որ դուք չեք կրկնվում եւ երկերը որ վերցնում եք ընտրում եք երկերը դուք փորձում եք պարտադիր ինչ որ ձեր տրակտով կամ ցույց տակ բեմում ոչ թե կնորինակեք այն երկիչին կամ երկչուհուն ում երկը դուք կատարում եք то есть անում եք բոլորովին այլ ձևով երկը դարձնում եք ձեր հակով եւ մատուցում եք լրիվ ուրիշ ձև что очень приятно слушать. Եգոր Գլոմով։ Երաշտական դրվագը կոչվում էր մի անգամ Նոր Օրլեանում։ Վազգեն ու Դավիթը կիսագողական տղաներ են, ինչ որ գործարանային թաղամասից, այո, որոնք որ չեն սիրում։ Միշել Լեգրան սիրում են ջազ, այո։ Դե լրիվ գողական չեն էլ, այսինքն լրիվ չեն նվիրվել, ջազ սիրում են եւ իրանք պահանջում էին դաշնամուր նվագողից եւ երգողից եւ կլարնետիստ Միկա Բաբայանից միայն ջազ, երբ որ տղաները ջազ չնվագեցին, արդեն տղաները զայրացան եւ սպանեցին։ Միշել Լեգրանն էլ է ջազ։ Իրանց ուզած ջազը չէ, սևական ջազ չէ, Գյուրջինյան, չես հասկանում ամեն։ Մի քիչ է խելոք չմնաց, Դավիթի ձենքը կվեց։ Եվ ի սկզբանե Վազգենը պետք է զենքով տղան լիներ, չարը շատ էր ուրախացել, բայց հետո պարզեցինք, որ Վազգենը դեռ 17 տարեկան չի դառել, դրա համար իրեն չի գալիս զենք Դուք կրել։ հասկացաք, որ այդ ամեն ինչ կարող է իրականում կատարվի։ Հետո բացի դրանից Սկորցեզեի նման մտածում ենք, որ ամեն ինչ նենց լինի, որ ոչ մեկ չի սպասում, անսպասել լինի։ Ես շատ շնորհակալ եմ տղաներից, շատ շնորհակալ եմ Միքայելից Բաբայան, որը որ շատ մեզ օգնեց, շատ շնորհակալ եմ մեր վոկալեի ուսուցիչ Լիլիթից Լիլիթ Վարդանովնայից եւ ընդհանրապես շնորհակալ եմ կյանքի բոլոր այն մանրուքներին, որոնք որ ինձ թույլ տվեցին ես իմ կյանքի ինչ որ ճանապարհներից մեկում հանդիպեմ Գեգաբիտին X Factor-ի շրջանակներում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տղաներ, ձեր ոճը Հայաստանում արդեն կարելի ասել բավականին մեծ թափ է առել, արդեն շատերը սիրում են, հավանում են, կան ինչ որ մարդիկ, ովքեր գալիս են ձեզ մոտ, ասում են, ես ուզում եմ զբաղվել beatbox-ով եւ այլն եւ այլն։ Ինչ են եղել հետ։ Շատ հաճելի պահ ա եղել, մոտ մի շաբաթ առաջ, ինտերնետ կայքերից մեկում մի հատ երեխա է գրել 11-12 տարեկան երևի, ուշադրություն դարձրեցի իր նիկնեյմի վրա իր անվանման, վրացա Վահե from Megabit։ Իրանք ունեն փոքր բիթբոքսերների խումբ, անունը Megabit, ես ճիշտ է իրանց ստեղծագործությունները ծանոթ չեմ։ Չեք տեսել դեռ։ Չէ։ Պենց որ մոտենան ասեն ուզում ենք, չի եղել դեռ բան, բայց զգում ենք, որ զբաղվողների եւ ցանկացողները շատացել են, բավական են։ Շատացել են, շատ լավ։ Բայց լսում եմ։ Ուզում եմ ասեմ շնորհակալություն ձեզ բոլորին, Գորին հերթական անգամ կրեատիվի համար, որովհետև առաջի գալահամերգից սկսած ամեն կրեատիվը ապահովում է ինքը եւ ոնց որ ինքը ասեց, ուզում ենք ասենք, որ մենք էլ շատ ուրախ ենք, որ ծանոթացանք եւ աշխատում ենք եւ դեռ կշփվենք եւ դեռ շատ բաներ ինձ թվում է մտքեր տեքստ ես ասում։ Չէ, ես ուղղակի այսքան ժամանակ չեմ ասել, դրա համար հավաքվել է, իմ ասում մի 5 րոպե հատկացեք։ Շատ շնորհակալություն Գորջան, Լիլիթ Ռոբերտովնային կրկին շնորհակալություն։ Միկային մեծ մերսիներ, մամջան կրկին քեզ մերսի, որովհետև շատ աշխատեցիր այս համարի համար, բոլորն որ աջակցել է այս համարի իրականալու շնորհակալություն։ Շնորհակալություն եւ այսպես ելի հեռուստադիտող նրանց թիվն է այս անգամ 03-ը համերգից անմիջապես հետո եթե ուզում եք քվեարկել Գիգաբիտի օգտին, ապա քվեարկեք 03 համարի օգտին։ Շնորհակալություն ձեզ տղաներ, կարող եք գնալ